Այսօր ես բացահայտելու եմ Օրգովի լքված աստղադիտարանը, որը թաքնված է Հայաստանի լեռների խորքերում, որտեղ տարիներ առաջ մարդիկ փորձել են լսել տիեզերքի ձայնը։ Միասին բացահայտելու ենք մի վայր, որը կարծես ուրիշ մոլորակից լինի։ Այս հսկայական կլոր աստղադիտակը, որն այս պահին լքված է, տարիներ առաջ օգտագործվել է տիեզերքից եկող գաղտնի ազդանշաններ եւ ձայներ որսալու համար։ Ոմանք էլ ասում են, որ այստեղ ուսումնասիրել են հեռավոր գալակտիկաները։ Երբ առաջին անգամ տեսա այս վայրը, ինձ թվաց, թե սա լքված գաղտնի բազա է, ոչ թե աստղադիտարան։ Աստված իմ, այսօր ենք հայտնվել։ Շատ ու շատ այցելուներ պնդում են, որ աստղադիտարանի ներսում լսվում են տարօրինակ ձայներ եւ երևում տեսիլքներ։ Դիցեներ, մարդկա ներսը կարող անթույլատրելի տեղ ենք հիմա։ Այս ինչ է։ Այդ իսկ պատճառով այսօր ես այստեղ եմ, որպեսզի միասին բացահայտենք Հայաստանի լեռներում թաքնված առեղծվածը։ Դե ինչ, այս պահին ես գտնվում եմ լքված Օրգով աստղադիտարանի տարածքում։ Այստեղ բացի այն հսկայական աստղադիտակից գտնվում են շատ ու շատ լքված շինություններ, որից առաջինը այս պահին գտնվում է իմ մեջքի ետևում։ Եկեք գնանք մուտք գործենք հենց առաջին շինության մեջ։ Մտնում ենք ներս, գնացինք։ Առաջարկում եմ ամենաառաջինը սկսենք ուսումնասիրել լքված աստղադիտարանը հենց սենյակներից։ Օլա, դաշնամուր, ես տեղ պետք է նվագեմ, գնացինք։ Չի աշխատում։ Շարունակում ենք ուսումնասիրել շենքը եւ հաջորդ սենյակը։ Ինչ-որ հին բուլտերից է։ Մեկ, հավատակ ես։ Այս ինչ է։ Հետաքրքիր է, որ շենքը լքված է ու ներսից մինչ այսօր չեն հանել տեխնիկան։ Եկեք առաջ շարժվենք, տեսնենք ինչեր են կարողանում գտնել լքված աստղադիտարանի մեջ։ Այնտեղ նայ մեծ բուլտը, Աստված իմ։ Այսօր ենք հայտնվել։ Հասարեն այստեղից է կառավարվել այդ հսկայական աստղադիտակը։ Այս լքված աստղադիտարանի շինարարությունը սկսել է 1970 թվականից։ Պատկերացնում եք, ժամանակին այս սարքերի միջոցով կարողացել են հաղորդակցվել տիեզերքի հետ, լսել տիեզերքի ձայները եւ ձայների միջոցով ստանալ տիեզերքի պատկերը այստեղ։ Ես ուղղակի ապշում եմ պատկերացնելուց, թե ոնց են կարողացել տարիներ առաջ նման սարքավորումներ ստեղծել տիեզերքի հետ կապ հաստատելու համար։ Սա կոճակներով աշխատում է։ Ցանկանում եմ հիշեցնել, որ հենց վաղը տեղի ունենալու Summer Fest-ը, որտեղ ես ձեր համար երգելու եմ իմ ամենասիրված երգերը։ Տոմսերը կարող է ձեռքբերել Իդրամ Ջունիորից կամ Տոմ Սարգսյանի։ Սիրով կսպասեմ հենց վաղը Դալմայի ետնամասում։ Օրգովի աստղադիտարանը սկսվել է կառուցվել 1970-ական թվականներից եւ համարվել է Խորհրդային Միության խոշորագույն գիտական նախագծերից մեկը։ Այստեղ ժամանակն է գրած, համաշխարհային ժամանակը, ստեղի ժամանակը, աստղային ժամանակը, ժողովուրդ, այո, նույնիսկ այստեղ տիեզերքի ժամը կա։ Խնդրում եմ ստեղ նայեք։ Ու գնվում ենք։ Այս էլ ստեղի փոքված ժամն է։ Կարող որպես հուշմեր հետ տանենք։ Համա հաստատ արժի։ Հա։ Իսկ եկել հասել ենք այստեղ ոնց մի Պես կարելի է։ Արի դնենք ստեղ, դուրս գալուց կվերցնենք, կտանեմ Ամերիկայում ստուդիայումս կդնեմ։ Արի շարունակենք։ Սա էլ ոնց հասկանում եմ վերջին երրորդ աստղադիտակի կառավարման կենտրոնն է։ Այնքան ուղեղս չի ընկալում, ոնց են կարողացել այս ամենը կառավարել։ Եկեք շարունակենք այստեղ եւս մի հատ։ Ես արդեն չեմ համբերում, թե երբ ենք տեսնելու հսկայական աստղադիտակը, որի համար էլ այսօր եկել ու հասել ենք այստեղ։ Այդ հիմնական հսկայական աստղադիտակը ROT 54 անվանումը ունի, ինչու ROT 54, քանի որ իր ամբողջ տրամագիծը 54 մետր է եւ այն համարվում է աշխարհում ամենամեծ աստղադիտակներից մեկը։ Եվ այդ աստղադիտակը հիմա գտնվում է տարածքում։ Շուտով դա էլ կգտնենք։ Իսկ այժմ եկեք շարունակենք մեր ճանապարհը եւ մտնենք հաջորդ սենյակները։ Եվս մի հատ։ Նենց կուզեի հիմա մեզ հետ այստեղ մի հատ գիտնական լիներ, ով հասկանում է այս բոլոր սարքերից ու մեզ բացատրեր ամեն մի փոքր դետալը։ Կարծում եմ ամեն ինչ տեսանք այս հարկում, շարունակում ենք ուսումնասիրել շինության ներքևի հատվածը։ Այս ինչ հսկայական է այս շինությունը։ Ու սա դեռ լքված Օրգով աստղադիտարանի տասնյակ շենքերից ընդամենը մեկն է։ Աստղադիտարանի այս լքված կառույցները ուսումնասիրելու ամբողջ նպատակը այն է, որպեսզի միասին փորձենք բացահայտել, թե ինչ գաղտնիքներ են թաքնված Հայաստանի ամենահետաքրքիր եւ առեղծվածային վայրերից մեկում։ Այս ինչ նկար է։ Այս ինչ է այս լուրջ։ Հետաքրքիր։ Ես հասկացա այս ինչ է։ Խնդրում եմ արի։ Սա ինչպես հասկանում եմ Օրգովի 3D քարտեզն է, վերևից պատկերված է Օրգով աստղադիտարանը։ Իսկ սա փոքր աստղադիտակների մակետներից մեկն է։ Այստեղ եւս երկու սենյակ եմ տեսնում։ Հələ արի։ Հələ այնտեղ նայի։
Սա աստղադիտակներից մեկն է, որը շատ վատ վիճակում է արդեն։ Այո, սա աստղադիտակներից ընդամենը մեկն է, տարածքում դեռ գտնվում է ROT 54 աստղադիտակը, որի համար էլ մենք այսօր այստեղ ենք։ Շարունակում ենք ուսումնասիրել։ Ինչա։ Որին ինչա։ Որա, նկուղն է։ Ոնց տեղ գնանք։ Ես կփորձենք նկուղ տանող ճանապարհը գտնենք, արի։ Կարծում եմ այսպես պետք է իջնենք, արի։ Որա, ես ինչ միստիկ աստեղ։ Որա։ Լարերը խնդրում եմ։ Պատկերացնում եք ստեղ ժամանակին այդ հսկայական աստղադիտակի բոլոր միացումներն են տվել։ Հավատս չի գալիս, որ Հայաստանում նման վայր կա։ Ու շատ ցավալի է, որ այս վայրը այժմ լքված է։ Որ այս ինչ սենյակը։ Որ քանդվի։ Հետ գնա։ Բարակ էր շատ, կարող փլվեր ընկնենք ներքև։ Դատարկ սենյակը, որտեղ միայն մի հատ հին այսպես սեղան է գտնվում։ Ես ինչ սենյակա խնդրում ստեղ նայեք։ Ժողովուրդ հատակը շատ բարակ է։ Մի քիչ ուժեղ դնեմ ոտքերս, ուղղակի կփլուզվի։ Այս ուր ենք։ Ինչ խոնավ է պատերը։ Տեսնում ես։ Տեսնում ես ջրիձեները։ Հələ ինչքան ջուր է ստեղ հավաքված։ Դուրս են գալի, արի։ Գնանք նկուղի հակառակ կողմը։ Այս ինչ սենյակ է։ Այս ինչ է։ Մարդկա ներսը, կարող է անթույլատրելի տեղ ենք հիմա։ Հիմա պետք է չտենան մեզ։ Արի բախկվենք ստե, արի։ Կարող է բախկն է եկել։ Աստդ բախկն է բայլով պտիրնի։ Ինչ անենք։ Ծրծել է կողը։ Չէ, գալիս է ցենել։ Արի դանդաղ գնանք։ Դանդերի վրա։ Մի արա, մի արա։ Արի։ Որա։ Հսկայական 3 տարբեր շարժիչներ ա ոնց հասկանում եմ։ Այս ինչ մոտ սենյակ է։ Իսկ ում այս մեկը ամեն Արա կարող կռիս։ Ուրա։ Ներեր։ Լուրջ։ Անցավ։ Ուր էր, այնտեղ։ Ֆու, ահա որ խոնավ է օդը։ Ժողովուրդ, ոսկուշ։ Վախեց արա։ Կարևորը վերևը չլսե։ Որտեն շարունակես հաստատ լսվելու են քայլի դանդաղ։ Զգուշ դեմդ նայ։ Կամած։ Օրո, ես ինչ է։ Օրո ես հասկացա։ Սրանով ժամանակին ինձ թվում է չափագրումներ են արել։ Այստեղ մատի տակը բաց եղել ու սենց թղթի վրա ինչ-որ բաներ են գծել, շատ հետաքրքիր է։ Կամած։ Եվս մի դատարկ սենյակ, շարունակում ենք։ Օ, այս ինչ է։ Խել լույսերը սենց կախված։ Ախիա вообще ավազ գետնին։ Այնքան տարօրինակ է այս ամեն ինչը, ոնց որ մարդու ձեռքով արած չլինի։ Հələ մի հատ պատկերացրեք մի վայրկյան, որ գիշերը ստեղ այլ մուրորակայիններ են մտնում, գալիս ու առաստաղից տարօրինակ բաներ են կախում ու ռիտուալներ են անում։ Լուրջ եմ ասում, այս ամենը տենալուց հետո ոնց որ հավատաս չի գա, որ մարդ է եկել իր ձեռքով սենց բաները առաստաղից կախել։ Իմաստը ո՞րն է։ Շատ տարօրինակ է։ Այս ինչ հանգլեր են գրած։ Գրած է, որ ներքև իջնելը խստի ու արգելվում է։ Ներսում ինչ է գտնվում։ Կա մերպես ուրիշ մարդ կա ներսը։ Ես հասկացա, թե ես ինչ տեղ է։ Այդ հսկայական կլոր աստղադիտակի մեջ հենց այստեղից էին մարդիկ մտնում ժամանակին։ Հետո այնքան եկան ու փորձեցին մտնել, ուղղակի այսպես երկաթներով փակեցին, որ ոչ ոք չկարողանա մուտք գործել աստղադիտակի ներսը։ Նկուղային հատվածը ամբողջովին ուսումնասիրված է, առաջարկում եմ բարձրանանք վերև եւ փորձենք գտնել հսկայական աստղադիտակը։ Առաջին շինությունը օֆիցիալ ամբողջովին համարում եմ բացահայտված։ Շարունակում ենք։ Ինչ է։ Արո, ես իմացա թե ինչ է սա։ Սա իրական ժամացույց է, որը աշխատում է արևի օգնությամբ։ Արևից ընկած թվերի շնորհիվ կարող ես կարդալ ժամը։ Այո, ինչքան էլ տարօրինակ է, բայց սա ժամացույց է։ Շարունակում ենք ճանապարհը դեպի ներքև։ Օրո, հսկայական աստղադիտակն է, որի համար մենք այսօր այստեղ ենք։ Օրո, չեմ հավատում։ Օրո, Աստված իմ, այս ինչ հսկայական է։ Օր այս ինչ է։ Հավատս չի գալիս, որ սա Հայաստանում է գտնվում։ Խնդրում եմ մի հատ հսկայական աստղադիտակը նայեք։ Այս ինչ էմոցիաներ է, չեմ կարող ուղղակի նկարագրել, թե ինչ էմոցիաներ եմ հենց հիմա ապրում աստղադիտակի կողքին կանգնելուց։ Այնքան հսկայական ու մեծ է, որ եթե ունես մեգալոֆոբիա, այսինքն հսկայական մեծ բաներից վախ, ուղղակի անհնար կլինի կանգնել ու նայել այս աստղադիտակին։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այսպես աստիճաններով
պատճառով կարող ես ամբողջ աստղադիտակի կողքերով շրջել։ Իդեպ այն երկաթներով փակ տարածքը, որը տանում էր դեպի նկուղ, այդ նկուղով մարդիկ ժամանակին մտել են աստղադիտակի ներսը։ Շատ միստիկ ու տարօրինակ տեսք ունի։ Պատկերացնում եք ժամանակին գիտնականները այս հսկայական աստղադիտակի շնորհիվ կարողացել են կապ հաստատել տիեզերքի հետ եւ լսել տիեզերքի տարօրինակ ձայները։ Եվ մինչ այսօր Օրգովի այս հսկայական ROT 54 աստղադիտակը համարվում է աշխարհի մասշտաբներով ամենամեծը։ Ու իսկապես ցավալի է, որ այս աստղադիտակը մեր օրերում արդեն լքված է։ Այս ինչ բարակ է այս երկաթները, բարակ ու ժանգոտ է։ Դրա համար շատ զգույշ պետք է իջնենք այս աստիճանները։ Բայց նենց կուզեի հիմա այնտեղ լինեի։ Այստեղ աստիճաններ կան, որը քեզ կարող են բարձրացնել մինչև վերև, բայց ցավոք ներս մտնելը արգելված է։ Իսկ ոնց հարցականքում։ Մեկ Օրո, հավատա քեզ։ Որից ոնց է արձագանքում։ Սովորական աստղադիտակները տեսնում են լույսը, իսկ իմ ետևի ROT 54 աստղադիտակը ստեղծվել էր տիեզերքից եկող ռադիոալիքները որսալու համար, ուսումնասիրելով հեռավոր գալակտիկաներ եւ այլ տիեզերական օբյեկտներ։ Ի տարբերություն բազմաթիվ ուրիշ ռադիո աստղադիտակների, ROT 54-ի մեծ մասը կառուցվել է անմիջապես Սարի լանջի վրա, ինչի պատճառով էլ այն ունի չափազանց անսովոր տեսք։ Աստղադիտակը գտնվում է ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա, ինչն էլ նպաստում էր, որ ավելի պարզ եւ մաքուր ռադիոալիքներ կարողանային որսային տիեզերքից։ Խոսալով ընկա հասանք մի հատ նենց վայր, որտեղից չենք կարող ճանապարհը շարունակենք։ Այստեղ ճանապարհը փակող ինչ-որ բան կա, ու հիմա պետք է հասկանանք ոնց ենք անվտանգ շարունակում ճանապարհը։ Օրո, զգույշ։ Օրես օրը։ Իսկապես ապշելու է, թե ոնց էս մեր փոքր երկրում սենց շատ է այնպիսի վայրերը, որի մասին անգամ պատկերացում չէինք կարող ունենալ, որ ինչքան էլ մանգաս Հայաստանով մեկը անընդհատ նորություն ու ապշելու բաներ կա տեսնելու։ Սամ, Հոգնել եմ։ ես էլ եմ հոգնել։ Մի հատ որ խնդրեմ, մոտիդ նարնջի օգտակարում կտաս խմեմ։ Խի։ Դու ուզում եմ խմեմ, ծառավ եմ։ Բա բայց դա իմ համար է վեկալը։ Գիժես դու ստեղել է։ Կեսը կտամ քեզ։ Չէ, ասում եմ։ Դու արա։ Չի վեկալ։ Կեսը քոնն է։ Օրգովի աստղադիտակի մոտ նարնջի օգտակարով են վայելելու։ Ախ։ Այս ինչ լավն էր։ Լավ եմ, չէ պահել։ Սառը։ Սառը չէ, բայց կապ չունի, շատ համով է։ Եթե դեռ չես փորձել օգտակարողները, ապա մեծ բան ես բաց թողել։ Օգտակարողները արդեն հասանելի են Հայաստանի բոլոր խանութներում։ Շտապիր փորձելու։ Լավ, շատ խմեցիր արդեն, տուստե, իմ սիրած նարնջի համն է վեկալում ես։ Ու կես Շատն ես խմել։ Կեսը թողել եմ։ Կշվում եմ։ Լավն է, չէ։ Առաջարկում եմ արդեն առաջ շարժվենք եւ գնանք մեր առջև գտնվող Օրգով աստղադիտարանի մնացած լքված շենքերը բացահայտելու։ Առջևումս եւս 3 լքված շինություն եմ տեսնում։ Գնացինք։ Տեսնես սրանց մեջ ինչա լինելու Սամ։ Տեսա։ Օրո, ինչ է։ Վարված ինչ-որ բաներ եմ տեսնում։ Չեմ ամփերում, մտանք։ Օրո։ Այս ինչ ոտ։ Այ, այս նորա վարվե։ Այս ինչ էր։ Ոստված իմ։ Լուրջ ես էլ չեմ հասկանում։ Ժողովուրդ սենց տարօրինակ բան ես չէի տեսել։ Ոնց որ սև թղթեր կախած լինի։ Այսքան տարօրինակ վայրեր մի տարածքում ես երբեք չէի տեսել։ Այսքան վիդեոներ նկարելու պատմության մեջ։ Կա։ Հա։ Հիշում ես սրա մակետը Բերնյուս շենքում։ Հա, այն նարնջագույն են բանը։ Կարծում ես էս է դա։ Նման է շատ ահավոր Լարի, շատ։ ինչ աստիճաններ ասամ։ Այսօր ենք մտել, Աստված իմ, շատ վտանգավոր բան ենք անում։ Որը վախենալու է։ Այս ուր ենք հայտնվել։ Շորտ լուրջ հիմա չեմ հասկանում, ճիշտ է իմ ստեղ մտնելը թե ոչ, բայց արդեն մտել ենք, շարունակում ենք առաջ շարժվելը։ Այս ինչ էր։ Ամբողջ հատակը ապակի է։ Ահա, այստեղ գոնե մի քիչ լույս կա։ Ոսամ ապահով է։ Հլարի։ Օրո, մեկ, օրից ոնց է արձագանքում։ Հլա հայլին։ Ահա, այստեղից։ Դուրս ենք գալիս, երկրորդ հարկից փոքր տանիք է։ Կարծում շենքի բոլոր սենյակները միանման ու դատարկ է։ Առաջարկում եմ մի հատ մտնենք այս մյուս շենքը, տեսնենք թե այստեղ ինչ հետաքրքիր բաներ են կարողանում տեսնել։ Բարձրանանք, թե իջնենք նկուղ։ Իջնենք, չէ։ Արի իջնենք։ Միշտ մութ տեղերը ավելի միստիկ ու ավելի հավես է։ Ֆու, այս ինչ ցեխոտ է։ Ամենավատը է սանոչի մեջ, որ ընդհանրապես կապ չկա։ Դե համար շատ զգուշապետք լինել, առավել ևս որ կապ չկա։ Օրո, այստեղը հետաքրքիր է։
Вообще ցանկություն չունեմ քայլել ու հանդիպել նորից կովերի։ Հիշում ես, տարիներ առաջ Վանաձորի լքված ճամբարի ներսում մտնում ենք սեն շինության մեջ ու կովերի ենք լիքը հանդիպում։ Արա, չեմ հավատում, այս ինչքան կով կա ներսում։ Խնդրում եմ ստեղ նայեք կովերը։ Չեմ հավատում, արես ո՞նց են հայտնվել ստեղ։ Բարև, հո չեմ խանգարում ձեզ։ Շատ խնդալու կլինի, որ հիմա կերկին նույն բանը մեր հետ կատարվի։ Զզվելի է, հələ գետինը։ Սաղ ցեխը արի գնանք էլի ստեղից։ Առաջարկում եմ բարձրանանք շենքի տանիքի վրա, տեսնենք թե ինչ տեսարան է այնտեղից բացվելու։ Որո՞։ Ինչա։ Այս հին համակարգիչների ինֆորմացիան այսպես էին պահում։ Լուրջ ես ասում, օրը։ Ահա դու հենց հիմա քո ձեռքում ֆլեշկա ես պահում, սենց ասած։ Հասու են այն ժամանակվա ֆլեշկաները ու համակարգչի ինֆորմացիաները այս տեսքն է ունեցել։ Հետաքրքիր էր ինչ խոսք։ Բայց շատ վատ վիճակում է, շենքը շատ։ Ոտքերի տակ 1000 անգամ նայ։ Հեն էսուր հասանք։ Օրո, այստեղից դուրս են գալիս տանիք։ Օրո, հովես ահելարի։ Զգուշ մենակ։ Էս ինչ հրաշք տեսարան է ստեղից բացվում, ստեղ նայեք։ Հələ այն աստղադիտակ է նայեք, ժողովուրդ։ Այս մեկը արդեն վատ վիճակում է։ Եկեք արդեն իջնենք ներքև։ Վերջին շինությունն է գտնվում մեջքից հետևում, գնացինք։ Արդեն հետաքրքիր բաներ։ Ինչա։ Եվս մի հատ աստղադիտակ եմ այստեղ տեսնում, ինչպես ասում եք, էլի հայլային այսպես տեսք ունի։ Հետաքրքիր է։ Ուշադրություն, տարածքը հսկվում է 24 ժամ։ Փագա։ Դուրը փակեր, բայց մենք չենք հանձնվում ու փորձենք շենքի մյուս կողմից մուտք գործել։ Պատու հանկաբաց ստեղ։ Նայենք ինչ կա ներսում։ Որո։ Լքված է, բայց ամեն ինչը ներսում է, դոկումենտներ, բաներ։ Լուրջ։ Արա դոկումենտներ կա։ Դե պետք է մտնենք։ Հա, ձև չկա, պետք է մտնենք էլ արի։ Խնդրեմ ինքներդ նայեք։ Ամեն ինչ ներսում է գտնվում։ Շատ հետաքրքիր բաներ է ոնց որ գիտես։ Հա, շատ։ Տենում ես, ինչ-որ հին ստանոկներ է ներսում։ Որո։ Ինչ են արել է ստանոկներով, ինչ է ստեղ կատարվել։ Չեն կարողանում ոչ մի ձև ներս մտնել, բայց այսպես ձեզ ցույց կտամ, թե ինչ է գտնվում ներսում։ Օ, Որո։ Բարև տրակտոր, բարև։ բարև տրակտոր։ Փորձենք մտնել ներս։ Որո, մտա։ Զեծ։Ոսա, կայֆ է, չէ։ Շատ ավեստա, լավ եմ, չէ՞ քշում։ Հոպ։ Հուսով եմ վայելել ես վիդեոն սկզբից մինչև վերջ, իդեպ 1 միլիոնին գրեթե բան չմնաց, հենց հիմա փոքրացրու վիդեոն սեղմի նշանին ու օգնիր, որ միասին Հայաստանի Հանրապետությունում ռեկորդ գրանցենք, թե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։ Հեռանում եմ